Էկրանին Նունիկն է, գեղարվեստական մի ֆիլմ, որն իր ձևով հակիրճ է, սակայն ասելիքով սթափեցնող ու բարձրաձայնող։ Սա պարզապես պատմություն չէ, այլ դաս եւ ուղերձ, մանկան շուրթերով դեպի հասարակություն, որը հաճախ չի կարողանում լինել նույնքան մաքուր ու ընդունող, որքան ինքը երեխան։ Ֆիլմը պատմում է գյուղում մեծացող աուտիստիկ սպեկտրի խանգարումով տղայի մասին, ում ընտանիքը փորձում է թաքցնել հասարակության աչքից, կարծելով թե նա խարան է, խայտառակություն։ Բայց այս աշխարհում կա մեկը, ով չի ճանաչում նման սահմաններ։ Նունիկն է, տան ամենափոքր երեխան, ով իր եղբորը սիրում է առանց բայցերի ու եթեների։ Բայց միշտ չէ, որ մանկան պարզությունը տեղին է։ Երբեմն երեխայի միամիտ արարքն ու անմիջական խոսքը կարող են ունենալ լուրջ հետևանքներ, նույնիսկ ողբերգական, ինչպես այստեղ, երբ ավագ քրոջ հարսանիքի ամենաթեժ պահին Նունիկը պարզապես մարդամեջ է բերում եղբորը, ով եւս ուրախանալ էր ուզում։ Այս անմեղ քայլը ընդհատում է հարսանիքն էլ, ընտանիքի տոնն էլ, եւ սա հիշեցնում է, որ ներառական հասարակություն ունենալու համար բավական չէ պարզապես խոսել այդ մասին։ Պետք է պատրաստ լինել ընդունել ամբողջությամբ, առանց բացառությունների։ Երբ որ մենք սկսել էինք Նունիկի նկարահանումները, մենք բախվեցինք մի իրականության, երբ տեսանք, որ կան ընտանիքներ, ովքեր թաքցնում են իրենց առանձնահատուկ երեխաներին, ովքեր չեն ուզում հաշվի նստել այդ ամեն ինչի հետ եւ ուղղակի բարի բուն իմաստով հենց պահում են ընտանիքներում թաքուն, նույնիսկ հարևանները չեն տեսնում, բարեկամներից թաքուն, այո, այդպիսի դեպքեր շատ կան։ Նունիկը մանկանը բնորոշ մաքրությամբ ու անկեղծությամբ պարզապես փորձում էր երջանկացնել իր բոլորից տարբերվող, մշտապես մեկուսացված եղբորը, Թելմանին, որտեղից իմանար, որ այդ միամիտ քայլի համար կվճարի կյանքով։ Ֆիլմի պարզ, բայց խորքային լեզուն ու հուզիչ պատկերները հանդիսատեսին այս դեպքում մասնագետ հոգեբաններին ուղղված հրավեր են, վերարժևորելու մարդկային վերաբերմունքը։ Երեխաներ, ովքեր խնդիրներ ունեն, հիմա ավելի շատ են ծնվում, այդպես է պատահել։ Այսինքն ստրեսը, բնությունը, չգիտեմ, մթնոլորտը, աղտոտվածությունը, սննդամթերքի վիճակը, ծանր մետաղները, գրոհ ու ցավը, այդպես է։ Այսինքն սա մի խնդիր է, որը այլ խնդիր չպետք է լինի։ Իմ խնդրանքն այն է, որ այլևս խնդիր չլինեն իրանք ուղղակի լինեն ու ապրեն։ Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների թիվը Հայաստանում տարեց տարի աճում է, հատելով 1000-ի շեմը։ Նրանք ունեն ամենօրյա խնամքի, ուշադրության, ներգրավվածության կարիք։ Ունեն նաև լիարժեք անհատ լինելու արժանապատիվ կյանքի իրավունք։ Հենց այս դաստիարակչական ուղերձը ֆիլմից զատ ուղիղ գծով շարունակվում են նույն թեմատիկայով լուսանկարներում։ Դրանցում երևացող երեխաների ժպիտներն ու կից ոգևորող կոչ խոսքերը մեկ անգամ եւս շեշտադրում էին. նրանք էլ մեզնից մեկն են եւ պետք է լինեն մեր մեջ, առանց բայցերի։ Բոլորս նույն արևի տակ ենք մեծանում, բոլորս հավասար ենք, բոլորիս պետք է տեսնել սրտով եւ այդ բոլոր արտահայտությունները իրանք բոլորը ունեն իմաստ եւ խորը իմաստ։ Եվ նպատակային են։ Եվ ամենակարևորը ֆոտոցուցահանդեսի նպատակն է, որ մեր ձայնը լինի լսելի։ Այսինքն բոլորը ընդունեն եւ հասկանան, որ բոլոր երեխաները անկախ հոգեվիճակից, անկախ առանձնահատկություններից, անկախ ազգային պատկանելություններից բոլորը հավասար են։ Շատ դժվար է ծնողի համար եւ հասկանալի դժվար է, բայց այս ծնողները իսկապես քաջ են գտնվել եւ ի ցույց աշխարհի ասել են այո, որ իրենք ունեն առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներ, առանձնահատուկ զարգացող երեխաներ եւ այս բոլոր երեխաները նույն արևի տակ հավասար են։ Սև ու սպիտակ 36 լուսանկարներում երեխաներ են, որոնք արդեն հաղթահարել են իրենց ներսի բարդությունները։ Նրանք այսօր կամքի, տոկունության ու երբեք չհանձնվելու խորհրդանիշն են։ Իրենց օրինակով ասում են աշխարհին, աուտիզմը, դա ունի համախտանիշը, մտավոր կամ ֆիզիկական այլ դժվարությունները վախ չեն, ամոթ չեն։ Նրանք ապրում են, կարող են, պետք են։ Փակ կինոդիտումն ու ցուցահանդեսը միջոց են ոչ միայն այս երեխաների խնդիրները բարձրաձայնելու, նաև գնահատելու բոլոր մասնագետներին, որոնք հավասարապես պայքարում են երեխաների հետ ու նրանց կողքին են։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։